իր աշխատանքը թողնեն, կան հրապարակ, ինչ կասեք այդ մասին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ցնծության մեջ է։ Մենք կարդում ենք, նախ մինչև այդ էինք կարդում որոշ իրենց կուսակիցների հայտարարությունները, ժողովուրդ ջան համբերեք, բան չմնաց, բացեք կարդացեք Facebook-յան գրառումները։ Այն մեկը այն Սարիկ Մինասյանը ինչ է ելել, հայտարարել է աղվեսը 2 ոտքով թագարդն ընկավ։ Կենտանաբանական աշխարհի հետ է ինչ որ երևույթներ նույնացնում, այսինքն սա պլանավորված գործողություններ եւ դուք էլ գիտեք, որ ազգային ժողովի ամբիոնից էլ է ինչ է հնչում սպառնալիքներ ուղիղ, նախ ընտրական շրջանում ասվում էր պատվալները կգցենք, ԱԱՑ-ի պատվալները կտանենք, այսեն, դե հիմա մարդիկ խոսքը գործի վերածեցին, մարդիկ կներեք էակներ եւ եկան այդպես հարցակվեցին քաղաքը ընդ որում մենք հիմա Երևանից գալիս ենք ամբողջ ճանապարհին ոստիկաններ են կանգնած այստեղ մտանք այս ձեր հրապարակից մինչև այս խաչմերուկը էլի ոստիկանական ուժեր էին կուտակում լավ ինչ է ուզածը կային, այո, մեր հետևից էլ եկող մարդիկ կային, գիտեք, բոլորը պարտավոր են լինել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, հա? Էլի դուք ձայնագրությունը լսել եք, այնտեղ Վարդան Ղուկասյանի ձայնն է, թե ոչ։ Ուրեմն ես ձայնագրությունը չեմ լսել, բայց ես դրանից առաջ հիշում եք ավականունիստից առաջ քաղաքապետը իր ձայնով ձայնագրությունը դրեց, թե ինչ էին տարածում։ Հիշում եք, չէ՞, որ ասեց հələ նայեք ինչ են սարքել։ Այնքան հիմա հեշտ կարելի է սարքել այդ ամեն ինչը եւ միանշանակ, այսինքն եթե քաղաքական գործիքներ, հիմա այդ ձայնագրությունը քաղաքական է, ռեպրեսիվ է, մտածված է, շինձու է, այդ արդեն դուք տեսեք։ Աղջիկյան, շփոթությունը եկել հակագործություն կոմիտե տեղյակ եք պարոն Ղուկասյանի առողջական վիճակի մասին։ Անկեղծ ասած, մենք ինֆորմացիան ստացանք ձեզանից, այստեղ հավաքված լրագրողներից, մեր ունեցած տվյալով, այո, պարոն Ղուկասյանի առողջական վիճակն է վատացել եւ ինչ որ շատ ինչ որ գործողություն է կատարել շտաբ օգնությունը եւ հեռացել։ Այդպես է թե չէ, դուք եք տեսել այդ ամեն ինչը։ Իսկ հիմա ներսում կատարվող իրադարձություններից որևէ ոչինչ ոչ մի բանից տեղյակ չենք, հիմա միասին փորձենք ճշտել, թե ինչ կարող ենք իմանալ։ Բացի դուր պատվան ջարդելուց, հա, որ նշում եք, նաև տեղեկություն կա, որ աշխատակիցների նկատմամբ ճնշումներ վիրտուժ է կիրառվել, այդ տարեց մի քնոջ տարեց։ Այո, վիրտուժ կիրառում են, ընդ որում գիտեք այդ աչքերը որն է, որ այն պատուհանը, որը իր համար անմեղ պատուհան էր, ասենք ֆրունզիկի ասած հացուսով կերած պատուհան էր, գնացել ոստիկանները կոտրել են։ Ինչի համար, տրոշն էին առել, տրոշով խփել էին պատիգը։ Ես ընդամենը տեսել եմ, որ համազգեստով մարդիկ կլավիատուրան ձեռքերը, համակարգիչները ձեռքերը դուրս էին գալիս, ես հարցրել Հա, այդ ինչի են տարել, ես չգիտեմ, դրա քաղաք ուզում են պարալիզացնել երևի, որ ասենք մարդիկ զայրանան, որ աղբը չհավաքվի, այս չելնի, այն չելնի, երևի այդ է նպատակն եղել, ընդ որում վարորդներին էլ հետն են տարել։ Քաղաքապետարանում աշխատանքը չի ծախողվելու, վաղվանից կանոնավոր ոնց եղել է կաշխատի, այդ ով որ ուրեմն ինչ որ փոխքաղաքապետը այդ պահին մի բան է ասել, սկսեցին շրջանառել եւ ինչ որ սադրանքներ են տեղի ունենում, հարգելի ժողովուրդ, հարգելի համաքաղաքացիներ, քաղաքապետարանի աշխատողներ, վաղվանից կանոնավոր գնում ենք աշխատանքի, միայն մեր աշխատանքով ենք հասնելու արտարությանը։ Լիլիթ, ներողություն եմ, էլի խնդրում։ Ղուկասյանի զրահապատ մեքենան տաներ բաժին, ասաց, որ նախապես նկատել էր եւ գիտեր, որ այդ օրը գործողություն է կատարվելու։ Այսօր առավոտյան ինչ տրամադրություն էր, նա տեղյակ էր կամ նախապես գիտեր, որ կատարվելու է այս քննչական։ Ես անկեղծ ասած չգիտեմ նախապես տեղյակ էր թե չէ, բայց տևական ժամանակ անձամբ ես էլ եմ նկատել քաղաքապետի տան մոտ դրոններ էին պտտվում երեկոյան, մասնավորապես քաղաքի տոնից հետո։ Ես դա ուրեմն տեսել եմ
պատահական զբոսնում էի եւ ցույց եմ տվել քաղաքապետին եւ այս գործողությունները Ձեզ մոտ նկարածը որ փնտրեմ պիտի գտնեմ, էլի, այսինքն այն ինչ է պետք, որ հրահանգը իջեցված է ամբիոնից, ինչ է պետք, ասում է, был бы человек, статья найдется։ Ինչ ասեմ, իսկ ինքը ինչ է։ Հենց նոր հրապարակում նայում էի, իր պատկից հարևանը փողոքում էր, որ ինքը ապօրինություն է արել, բերել է խանութի փոխարեն ինչ-որ ավտո լվացման կետ է տրել, այդ մարդու վրա էլ որ փողոքել է, գործ են հարուցել, ինքը ինչ է։ Դուք Վարդան Ղուկասյանին Լիլի ջան, միջև ձերբակալելը տեսաք։ Ես անկեղծ ասած մինչև ձերբակալելը չեմ հասցրել, բայց երբ որ դուրս եկավ ինքը ժողովրդի մոտ, այդ ժամանակ եմ հասցրել։ Դուք հասցրել եք հարց տալ, դա իր ձայնն է, ինքը կաշառվեց։ Ոչ մի բան, այնտեղ 3 կարտոն ԱԱՑ-ական եւ ոստիկանական մարդիկ էին կանգնած, մոդենալ իրեն ինչ-որ բան ասել, մեզ էլ հետ էին շպրտում։ Իսկ մի տեղեկության մասով բացի Գյումրու քաղաքապետանից խուզարկությունից, ասում են նաև խուզարկել են իր օֆիսը, գրասենյակը, կա նման բան թե ոչ։ Այդ ինֆորմացիան չունեմ, ճանապարհին ենք եղել, կարող է ամեն ինչ էլ լինի։ Չեք բացառում, որ կկալանավորեն։ Չեմ ուզում ենթադրություններ անեմ, հավատում եմ, որ պիտի որ Եվրոպան եւ մնացած միջազգային կառույցները տեսնեն այս անիրավությունը, վերջը ինչքան կարել է, ինձ էլ տարան մի ամսով փակեցին, մի ամսով Աբովյան քրեակադարողական հիմնարկում ի վրա խուլիգանություն են նկարել, ինչ եմ արել, ընդհանրապես ասել եմ, որ դադավորը կոռումպացված է, այդ ոնց է այդ կոռումպացված դադավորի հետևից չեն կնում, լրագրող եմ, հայտարարություն եմ արել, հետաքննական բան եմ արել, նյութեր ունեմ, բայց տեղ եկել եք անմիջապես ինչ-որ մի ձայնագրության հիման վրա տանում եք մարդուն ընդրված օպոզիցիոն քաղաքապետին, որը գտնվել է աշխատավայրում, սա ինչ է։ Որևէ ինֆորմացիա չունեմ, 8 հոգու մասին է խոսում, ինչ-որ մեկը մեր գլխավոր ճարտարապետ Հենրիկ Կասպարյանն է, մնացածներից ինֆորմացիա չունեմ։ Իմ ունեցած տվյալով, այո։ Հակակոռուպցիոն կոմիտեի հիշատակած հասցեով ինչ-որ մեկը գնացել է, կա այնտեղ ինքնական կառուցված շինություն, ով է դրա տերը։ Ես բացարձակ հարգելի փայլակ տեղեկություն չունեմ, բացարձակ, թե ինչ է տեղի ունեցել, կներեք ինֆորմացված չեմ։ Իրականում եմի հարգելի հետևորդներ, մենք զրուցում ենք Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեքյանի հետ։ Նա ասաց, որ հիմնավոր կասկածներ կան, որ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը մոնտաժված է, միաժամանակ ասաց, որ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու պահին հնարավորություն չի ունեցել նրա հետ զրուցել, ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավոր է այս ամենին հաջորդի կալանավորումը, ասաց, որ չի բացառում, բայց միաժամանակ հույս ունի, որ տեղի ունեցող ապօրինությունները կդատապարտվեն, ի վերջո Վարդան Ղուկասյանը ընտրված համայնքապետ է։ Մի վարքյան։ Մի հատ էլ ճշտեմ, կներեք։ Տեղեկություն ասեք, կապված գրասենյակի խուզարկության հետ։ Դու հենց օֆիսում ես։ Ովքեր են, մի քանի հոգի են, ինչ են։ Լուսին են։ 8 հոգի է։ 90-770 ջիպ է։ Բայց տեղի ոստիկանություն է, թե Երևանը։ Համի դուք օֆիսում եք, իրանք են մտել են օֆիս։ Ինչ կուզեն, ֆռան թե մտել են։ Ֆռան թե մտել են։ Հա, լավ, հասկացա, լավ։ Մեր վարգանում ժողովուրդ, ես էլ այդ զանգերից հաստատ։ Շուչուտ, հա, շուչուտ։ Ինչ եղե։ Լավ, հասկացա, վсё, լավ, հասկացա, վсё, նա։ Մի վարգյան, ալո։ Հետո։
Ում եք Ինչ տեղեկություններ դուք ստացաք։ Ուղիղ կանգնեք մեջտեղ։ Այդ հերրախոսը ժողովուրդ Մի վարքյան ժողովուրդ։ Հենց որ տեղեկություն ստացվեց Գյումրիից, որ ոստիկանությունը որոշ ուժեր է ներգրավում քաղաքապետի գրասենյակի մոտ, որը Մայրկովսկի փողոցի մոտ է, համար ասեցին 90 չգիտեմ ինչ մի հատ Kia է, մի հատ Jeep է, ուրեմն հիմա էլ մտնում են ինչի հիման վրա այո, նու այդպես ինձ փոխանցել են, պատրաստում են մտնել, ուրեմն այդ ինֆորմացիան է, մարդիկ փոխանցեցին հենց նոր դա ձեր ներկայությամբ։ Հաստատի քաղաքապետանից բացի նաև գրասենյակ։ Այո, փորձում են ամեն դեպքում ասեցի մտել են, ասում է այստեղ են կանգնած մեծ թվով ոստիկաններ։ Էս կանա։ Հարգելի հետևորդներ, դարձյալ ինֆորմացիա փոխանցեց Լիլիթ